Պատերազմը վերջացել է, և Քոչարյանը ուզում է, որ այն վերջանա, թե Հայաստանը պահում է Ռուսաստանի հին անվտանգության խաղի մեջ։ Նայեք փաստերին ու ինքներդ որոշեք։ 2026-ի մայիսին Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում իրական խաղաղություն չկա։ Նրա բանաձևն էր՝ ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ, դաշնակից։ Դաշնակից բառը այստեղ պատահական չէ։ Նրա թիմը նույն տրամադրությունը ասում է ավելի կոշտ բառերով։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել։ Արթուր Խաչատրյանը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից նոր պատերազմը կարող է սկսվել վաղը։ Ստացվում է, հրապարակային բառը խաղաղությունն է, բայց քաղաքական ֆոնը պատերազմն է։ Իսկ առաջարկվող դեղատոմսը հինն է՝ ավելի ուժեղ բանակ, ավելի ուժեղ առաջնորդ, ավելի ուժեղ կախվածություն Մոսկվայից։ Բայց Հայաստանը այդ մոդելն արդեն տեսել է։ Ռուս խաղաղապահները Ղարաբաղում էին, հապկը թղթի վրա կար։ Մոսկվան կոչվում էր ռազմավարական դաշնակից։ Հետո եկավ շրջափակումը, 2023-ի սեպտեմբերը, Արցախի անկումը և ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը։ Ռուսական փրկություն չեղավ, հապկի վահան չեղավ։ Հիմա նույն ճամբարը վերադառնում է նույն բառերով, խաղաղություն իրական չէ, պատերազմը չի ավարտվել, վստահեք ուժեղ առաջնորդին ու դաշնակցին։ Գուցե դա անվտանգություն է, գուցե պարզապես մշտական վախ է, ընտրական լոգոյով։ Դուք որոշեք։